Եթե ցուկինին մնա երկար ժամանակ թփի վրա, այն կարող է աճել մինչև հասուն մարդու ձեռքի չափ, կարող է կշռել 3-ից 5 կիլոգրամ։ Իհարկե համեղ է մատղաշ ցուկինին, այն ավելի քիչ սերմ է պարունակում, նրբահամ է եւ քաղցր։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք տավարի փափ կամ սով, բանջարեղենով եւ ջրի մուրով տաք աղցան։ Կսկսենք մսի մարինադից։ Մարինադի համար առաջարկելու եմ սոխ կերել։ Քամիչը դրեցի, որպեսզի սոխի պտղամիսը հեռացնենք, հյութը վերցնենք։ Մեկ միջին չափի սոխը քերում ենք մանր անցքերով։ Այսքանը կարծում եմ բավական է։ Քամում ենք։ Այսքանը կարծում եմ բավական է։ Ավելացնում ենք կես կիտրոնի հյութ, Սա թողնա, վերջում ձեռքերը կսրբենք կիտրոնի կլեպով։ Մեկ թեյ գթալ մեղր, կավելացնեմ չորացրած ուրց մառանիկ ընկերության, մեկ թեյ գթալ, ձիթայուղ 3 ճաշի գթալ, եւ վերջ մարինադը պատրաստ է։ Հանենք փափ կամիսը տավարի, անմիջապես հանենք նաեւ ջրի մուրը։ Վրան փռում ենք սննդային թաղանթ, եւ փայտե մուրճի օգնությամբ ծեծում ենք միսը։ Թույլացնում ենք հյուսվածքները։ Բավական է։ Միսը կտրատում ենք ձողի կազև, Սա էլ, այսպես։ Լցնում ենք մարինադի մեջ եւ լավ տակնու վրա անում, որ հավասար տարածվի մարինադը։
այսպես մերսում ենք, մարինադը մտցնում ենք մսի մեջ, մոտ 5 րոպե մերսելուց հետո տեսնում ենք, որ մարինադը ներծծվեց մսի մեջ, որոշակի ժամանակով հանգիստ ենք թողնում, Անցնենք առաջ փոխում ենք տախտակը և դանակը և սկսում ենք մշակել բանջարեղենը Սկսենք, ինչից սկսենք, սկսենք ցուկինիից Գործենք դրի սիրելի ամանը Կվերցնեմ 1, 2, 3 մատղաշ ցուկինի Կտրում ենք ծայրերը Երկարությամբ կտրում ենք 4 մասի և 3 սանտիմետր հաստության կտորներ ենք վերածում Նույն կերպ մշակում ենք մնացած երկուսը Համեմում ենք ցուկինին կհամեմեմ աղով Մարանիկ ընկերության սխտորով, ավելի ճիշտ սխտորի փոշով Քրքումով և աղացած սև պղպեղով Տակնու վրա ենք անում Գործի ենք դնում ջեռոցի տապակը Վերան փռում ենք սիլիկոնե գորգ Ցուկինի վրա ավելացնում ենք բուսայուղ մոտ 2 ճաշի գթալ 1 ճաշի գթալն էլ է բավական 1 ճաշի գթալ Եվս մեկ անգամ տակնու վրա ենք անում և փռում սիլիկոնե գորգի վրա Դու դա պետք ես մնամ Այսպես կեսով դնում ենք ցուկինին Մյուս կեսի վրա կդնենք գազարը, որը այժմ կմշակեմ Կվերցնեմ 2 գազար Գազարը կտրատում ենք տափողակների մոտ 1 սանտիմետր հաստության Սա լցնում ենք սիրելի ամանի մեջ և կրկին համերում Կհամեմեմ Մարանիկ ընկերության աղով Սխտորի փոշով
քարյով եւ չորացրած օրեգանոյով։ Օգնության է գալիս պատառաքաղը։ Անմիջապես մի քանի կաթիլ բուսայուղ ենք լցնում։ Սիրելի ամանը դեռ պետք է մշակում ենք կծու պղպեղներ։ Կծու պղպեղներից կօգտագործեմ չիլի կարմիր պղպեղը, տեսնենք փոքր կա այստեղ, դուք երկուսով, և 2 հալապենո։ Սրանց վրա էլ մի քանի կաթիլ բուսայուղ ենք անում։ Սա էլ ենք դնում, սիլիկոնե գորգի վրա և ուղարկում ենք ջեռոց։ Դուք գործ արեցիք ազատես։ Ջեռոցը միացնում ենք գրիլ եղանակով 200 աստիճան։ Թող բանջարեղենը թխվի, խորովվի, իսկ մինչ այդ մենք գործեր ունենք անելու։ Գործեր ենք դնում սիրելի ամանը։ Աղցանի մեջ առաջարկել եմ օգտագործել քաղցր պղպեղ։ Վերցնում ենք գույնզգույն քաղցր պղպեղներ, 2 հատ։ Կտրատում ենք միջին չափերի, այսպես։ Աղցանի մեջ օգտագործել ենք նաև ռուկոլա։ Մանր չենք կտրատում, մոտ 5 սանտիմետր երկարության կտորների։ Աղցանի մեջ հում ենք օգտագործում նաև չերի լոլիկները։ Գույնզգույն չերի լոլիկներ են վերցրել։ Չերի լոլիկները հենց այսպես էլ կարելի է օգտագործել։ Ուղղակի պոկում ենք պտղակոթը և գցում։ Սա էլ արեցինք, կարծում եմ միսը բավականաչափ մարինացվել է։ Այն հարկավոր է տապակել։ Միսը կտապակեմ ձիթայուղով։ Երկու ճաշի գթալ ձիթայուղ ենք տաքացնում և տապակում մսակտորները։ Այսպես ձողիկներով կվերցնենք և կտապակենք։ Հարկավոր է տապակը լավ տաքացնել։
Ամբողջը միանգամից չենք գցում տապակի մեջ, ոչ շոկ է խաշվի, կարմրացնում ենք մսակտորները և հանում ափսեի վրա։ Եթե նկատեցիք, միսը դեռ չեմ համեմել աղով։ Բոլոր մսակտորները կտապակենք, հետո նոր կհամեմենք աղի համով։ Տեսնենք ինչ վիճակում է ջեռոցում բանջարեղենը։ Եվս 2 րոպե։ Ետ ենք բերում մնացած մսակտորները։ Համեմում ենք 50 գրամ սոյա սոուսով, մառանիկ ընկերության աղով, և Վուստերշիրյան սոուսով։ Կես թեյի գթալ։ Հանում ենք բանջարեղենը, իսկն է, շիլի պղպեղները առանձնացնենք, ցուկինին և գազարը լցնում ենք սիրելի ամանի մեջ, այսպես, մոտանի, գործ ենք դնում մատուցվող ամանը, փրկում ենք միսը, վրան դնում ենք ջրիմուռ, ջրիմուռը յուրահատուկ համքահաղորդի աղցանին, դնում ենք 1, 2 կծու չիլի, 1 հալապենյո, վրան շաղ ենք տալիս մառանիկ ընկերության քունջուտ և կարելի է մատուցել։ Տավարի փափկամսով, բանջարեղենով և ջրիմուռով տաք աղցան։ Մարինադի համար գլուխ սոխ քերել, քամել ամանի մեջ, ավելացնել կիտրոնի հյութ, մեղր, չորացրած ուրց, ձիթայուղ, տավարի միսը ծեծել, ձողիկաձև կտրատել, մարինացնել։ Մարինացնելուց հետո ձիթայուղով տապակել, համեմել սոյայի սոուսով, աղով, Վուստերշիրյան սոուսով, թասի մեջ լցնել կտրատած ցուկինի, համեմել սխտորի փոշիով, քրքումով, աղացած սև պղպեղով, բուսայուղ ցողել։ Ցուկինիի կտորները շարել ջեռոցի տապակի վրա։ Գազերը կտրատել 1 սանտիմետր հաստությամբ տափողակների, լցնել ցուկինիի համեմունքի մեջ, համեմել աղով,
սխտորի փոշիով, քարիով, չորացրած օրեգանոյով, վրան բուսայուղ ցողել, խառնել, շարել ցուկինիի կողքին։ Համեմունքապատ թասի մեջ տակնու վրա անել կարմիր կծու չիլի պղպեղ, հալապենո եւ նույնպես շարել ջեռոցի տապակին։ Տապակը ուղարկել ջեռոց, գրիլի ռեժիմով եփել։ Թասի մեջ լցնել միջին չափի կտրատած քաղցր պղպեղ, ռուկոլա, չերի լոլիկ, ջեռոցում եփած ցուկինին եւ գազարը։ Բանջարեղենը լցնել մատուցվող ափսեի մեջ, վրան դնել մսի կտորները, ջրի մուռ, ջեռոցում եփած կարմիր չիլի պղպեղն ու հալապենոն, վրան քունջուտ շաղտալ, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք խոզի փափկամիս, սմբուկ, հանքային ջուր, սև թեյ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։